Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեզ ճշգրիտ եւ հավաստի պարզաբանումներ, իհարկե ամենից ամենանևողջին։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես Լիաննա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնելը, ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր Օվենա խորագրի շրջանակում։ Այս շաբաթ Օվենա խորագրի շրջանակում հայտնվեցին Հայկ Հունանյանը, Լև Նալբանդյանը եւ Վազգեն Հովանիսյանը։ Հուշակելու են նրանք Օվենա խորագրի այսօրվա հերոսին բացահայտվելու է քիչ անց։ Հետևեք եթերին։ Օվենա խորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք, դե իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ 2025 թվականի ամենից ամենաաստղային հարսանիքներ։ Հարսանյաց հանդիսություն։ Այս իրադարձությունը կարևոր է ոչ միայն հենց նորապսակների, այլ նաև իրենց ծնողների համար, ահա թե ինչու մենք անցնող 2025 թվականի հարսանյաց հանդիսություններն ամփոփելիս որոշեցինք ընդգրկել նաև այն հայտնիներին, որոնք անցնող 2025 թվականին նշեցին իրենց զավակների հարսանյաց հանդիսավոր արարողությունը։ Ընդգրկեցինք նաև ամենից ամենայի վաղեմի լավ բարեկամ Beautified Project-ի վոկալիստ Անդրե Սիմոնյանին եւ իր գեղեցկուհի կնոջը երաժիշտ Եվա Գևորգյանին, որոնց հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել անցյալ տարի 2024 թվականի օգոստոսին, սակայն Անդրեի քաղաքից բացակայության պատճառով մենք որոշում կայացրեցինք այդ հարսանիքը տեղափոխել այս տարվա հարսանիքների կազմի մեջ։ Մի խոսքով հետաքրքիր բացահայտումներով լի եթեր է սպասում մեզ այսօր, այնպես որ մնացեք մեզ հետ։ Իմ եւ Եվայի ծանոթության առիթը դարձավ իմ տեսահոլովակը, որտեղ հարկավոր էր գեղեցիկ արտաքինով թավջութակահարուի Անդրե Սիմոնյան։ Ես առաջի օրը հանդիպեցի իրեն հենց նկարման սեթում։ Let's just forget the moments that we failed and be just friends who meet one day again. Շատ հարազատ Անդրենից թված, սկսեցինք շփվել, գրվել, հետո ինքը իհարկե մեկնեց Անգլիա, ահագին ժամանակ հեռահար ենք շփվում, իսկ հետո արդեն ինքը սկսեց գալ մի երկու անգամ ես գնացի Անգլիա ու այդպես սկսեց մեր սիրո պատմությունը։ 23-24 թվականի նոր տարվա գիշերը միասին նշեցինք ու հետո առավոտյան ժամը 5-ին Կասկադի ամենաբարձր մասում ես առաջարկություն արեցի ամուսնության։ Նոր տարվա գիշերը մայրիկիս ծնունդն էր եւ շատ հետաքրքիր է, որ այդ օրը նաեւ իմ քույրիկը ամուսնության առաջարկություն стացավ։ Ночь подходит, середине, и поет нам счастье птица. Только знаем, нам отныне невозможно разлучиться. Никогда, 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 никогда. Ես նորից վերադառնում էի Անգլիա ու իրականում ես վերադարձել եմ Հայաստան ամուսնանալուց 2 շաբաթ առաջ։ Իմ քույրիկը եւ իր ամուսինը հիանալի օգնեցին մեզ կազմակերպչական հարցերում։ Անդրեի կողմից մի հսկայական պրոֆեսիոնալ թիմ էր աշխատում։ Մեր հարսանիք շատ տարբեր ֆորմատի էր։ Մենք չենք վերաբերվել հենց որպես հարսանիք։ Ու որոշեցինք, որ ինքներս ստեղծենք մեր ֆորմատը։ Հարսանիքի դիզայնով զբաղվում էինք դիզայներներ, բայց հիմնականում ես ու քույրիկս։ Took you so long, where only fools go. I shook the angel and you. Մեր ֆոտոզոնան էր շատ հետաքրքիր, քանի որ ես եւ կինս շատ սիրում ենք Banksy, մենք որոշեցինք Banksy Street Art-երից մեկը ձևափոխենք եւ դարձնենք մեզ համար ֆոտոզոնա։ Այդ օրը ես եւ Եվան քնից արթնացել ենք 10:11-ին։ Ուզում ենք հանգիստ լինեինք, աշխույժ լինեինք, լիք էներգիա ունենայինք։ Անդրեն սկսեց պատրաստվել տանը, ես գնացի թեթև մեյքափի, հետո վարսահարդարում զգեստ եւ Անդրեն եկավ իմ հետևից, մենք գնացինք Արվին Քոչարյանի մոտ ֆոտոշուտի, հետո կենտրոնում սրճարան մտանք, հաց կերանք, սուրճ խմեցինք եւ այնտեղից արդեն շարժվեցինք դեպի այգի, որտեղ արդեն ամեն ինչ պատրաստ էր, որտեղ հյուրերը սպասում էին մեզ։
Զաքսը տեղի ունեցել հենց հարսանիքի ընթացքում։ Շատ սիրուն իմ երազած ձևով ամեն ինչ ծաղիկներով զարդարված։ Նախքան հարսանիքը մենք գնացել ենք Լոմոնի մոտ եւ շատ հետաքրքիր ֆոտոներ մեզանից ստացել եւ այդ garden-ի մուտքը այնպես է որ մի հատ երկար մուտք ունի, այդտեղ այդ պաստառներն էր փակցրած, որտեղ իմ ու Եվայի ֆոտոշուտներ ու կարմիր գորգներ կողքով անցնում եւ բոլոր հյուրերը անցնում էին այդ կարմիր գորգի վրայով եւ մենք որոշեցինք մեր հարսանիքը անենք music fest ֆորմատով եւ լինի կանգնած ֆորմատիվ, իհարկե այնտեղ նստելու տեղեր կարող ցանկանալ։ Ուտելիքը խնդրեցինք մի շատ հայտնի խոհարարի, ով պատրաստեց շատ հետաքրքիր տարբեր ուտեստներ, որոնք շարված էին այնտեղ ամբողջ ընթացքում սեղանին։ Ունեինք 2-3 տարբեր բարեր, քինարական սայլակի մեջ էլ լցրել էինք լիքը սառույց եւ լիքը տարբեր ձև գարեջրերով, ցանկանալ մոտենում այդ քավոյի ֆորմատով վիճակ ենք ստեղծել։ Այսինքն ամեն հյուր կարող էր գտնել իսկապես այն, ինչ իրան հետաքրքիր է եւ ազատել իր շփման մեջ։ Հիմնականում մեխը մեր ֆեստի երաժշտությունն էր։ Ես շատ եմ ուզում, որ մեր հարսանիքը վարեր մարդ, որը իսկապես մեզ ճանաչում է։ Եվ մեր շրջապատում Անդրեյ գործընկեր հիանալի անձնավորություն Անահիտը շատ մեծ սիրով համաձայնվեց եւ հիանալի անցկացրեց մեր հարսանիքը եւ ես զգում եմ, որ ամեն խոսք, որ ինքը ասում է, ամեն բարեմաղթանք, ինքը իսկապես դա նկատի ունի եւ դա իմ համար շատ կարեւոր է եղել։ Ինքը նաեւ ամեն ինչ րոպեներով գծել էր, ով որ րոպեին պետքա ելույթ ունենա։ Հարսանեկան մարշը սկսվեց ռոք ֆորմատով մարշով, որը կատարում էր Adana Project-ը։ Մեր հյուրերի մեջ էին շատ հայտնի երաժիշտներ, Իվետա Մոկուչյանն էր այնտեղ, Արսեն Սաֆարյանը, Տորտի կտրելների ամենասիրած երգչուներից մեկը Սոնա Ռուբենյանն էր երգում, Լադանիվայի Ժակոն, որ մեզ շատ մտերիմ մարդ է, որոշել էր սուրպրիզ անել եւ ներկա լինել հարսանիքին։ Ինքն է ելույթ ունեցավ։ Սևա Կամրոյանը հիանալի իր հայկական կատարումներով իհարկե բոլորին պարացրեց։ Նաև արոնցիները, որ բոլորին ոտքի հանեցին, պարացրեցին։ Իմ անակնկալն էր Եվային, որ ես իր համար հատուկ երգ էի գրել այդ օրվա համար։ Մի քանի օր առաջ ինձ հայտնեցին, որ Քավորը անակնկալ է մեզ մատուցելու եւ Անդրեն էլ շատ գեղեցիկ է դերը խաղաց։ Երբ հայտարարեցին, որ Քավորի անակնկալն է հիմա լինելու, ես իհարկե ժպտում էի, բայց իմ մեծագույն այդ օրվա ստրեսն ա եղել, որովհետեւ Անդրեն չկար։ Իմ խմբի հետ Beautify Project-ի հետ որ տարիներ ելույթ չէր ունեցել, միասին բեմ բարձրացանք եւ կատարեցինք հենց այդ մեկ երգը։ Շատ խաղաղել էի, որովհետեւ շատ գեղեցիկ երգ է եւ իսկապես չէի սպասում։ Իրականում մեր հարսանիքը շատ հետաքրքիր էր մեր հյուրերի համար, որովհետև մեր հյուրերի 50%-ը դրսից էին եւ իրենք բացի որ եկան մեր հարսանիք, իրենք լսեցին ու տեսան, շփվեցին լիքը հայ արտիստների հետ, որոնց իրենք հեռվից տեսնում են TV-ով, շատ սիրում են, բայց այսպես փոքր միջավայրում իրենք կարողացան մոտիկից տեսնել, շփվել այդ հիանալի անձնավորությունների հետ։ Անդրադառնալով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաաստղային հարսանիքներին, որոնք տեղի են ունեցել 2025 թվականին եւ կուզեմ հիշատակել ուկրաինական ծագում ունեցող երգչուհի Անի Լորակի անունը։ Եվ այսպես, երգչուհի Անի Լորակը վերջին տարիներին իր անձնական կյանքը չէր հանրայնացնում, փորձելով մնալ ստվերում։ Սակայն 2025 թվականի գարնանը ինքը մի փոքր բացեց այդ գաղտնիության վարագույրը եւ հայտարարեց, որ ամուսնացել է։ Անին անկեղծ խոստովանեց, որ իր եւ իր ամուսնու մոդել եւ մարզիչ Իսահակ Վիջրագուի հարսանյաց հանդիսության պաշտոնական գրանցման արարողությունը տեղի է ունեցել դեռ 2024 թվականի սեպտեմբերին Մայորկայում։ Սակայն հանդիսության այդ խրախճանքը իրանք հետաձգեցին 2025 թվականին կազմակերպելու համար։ Եվ ահա 2025 թվականի սիրոտոնին տեղի ունեցավ այդ հարսանյաց հանդիսությունը, որը նրանք կազմակերպեցին Մալդիվներում եւ հրավիրեցին բացառապես ամենամտերիմ ու հարազատ մարդկանց։ Հետաքրքրականն այն է, որ հարսանիքի հյուրերի ցուցակում չկար իր աղջիկը առաջին ամուսնությունից Սոֆյան, որը ինչ-ինչ պատճառներով չկարողացավ գալ Մալդիվներ։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։
2024 թվականի նոյեմբերի երկրորդ կեսին, երբ մենք արդեն գտնվում էինք անցյալ տարվա ամենից ամենաաստղային հարսանիքների մոնտաժման փուլում, տեղի ունեցավ եւս մեկ գեղեցիկ աստղային հարսանիք։ Խոսքը երիտասարդ, բայց շատ խոստումնալից եւ իր երկրպագուների մեծ բանակը ձեռք բերած երգիչ Մասի Սունանյանի հարսանիքի մասին է։ Այն մենք եւս որոշեցինք ընդգրկել այս տարվա հարսանիքների ցուցակում։ Էլիային հանդիպել եմ 2022 թվին Աշնանը Սոչիում հարսանիքի ժամանակ, դեռ անչափահաս էր, 17 տարեկան էր։ Սկսեցինք ավելի ինտենսիվ շփվել, արդեն 2023 թվականի ամռանը Էլվիրան եկավ Հայաստան սովորելու եւ ինձ հրավիրեցին մարզամերգային համալիրում բարեգործական համերգի եւ այնպես ստացվեց, որ մի քանի անգամ տեխնիկական խնդիրներ էր լինում, երգիչների երգելու ընթացքում ընդհատվում էր երգը։ Իմ ժամանակ էլ հատուկ ընդհատեցինք երաժշտությունը, մարդիկ մտածեցին հերթական երևի տեխնիկական խնդիրն է եւ երգս ընդհատելուց հետո բեմ հրավիրեցի Էլիային եւ առաջարկություն արեցի բեմից 2024 թվի հունվարի 22-ին արդեն մենք նշանվեցինք եւ նույն տարվա նոյեմբերի 22-ին մեր հարսանիքը տեղի ունեցավ, մեր վսակադրությունը։ Մասիսն անկեղծ խոստովանում է, որ թե ինքը եւ թե իր ընտրյալը երկուսն էլ տան միակ զավակներն են։ Ուստի համատեղ որոշում կայացվեց անել հայկական ավանդական մեծ շուկով հարսանիք։ Մեր ընտանիքներով որոշեցինք, թե ինչպես պետք է պատրաստենք հարսանիքին, քանի որ Էլիայի ընտանիքը Հայաստանում չէին ապրում, ես պետք է ավելի շատ կենտրոնայի հարսանիքի վրա, քան նրանք, բայց ամեն մի որոշում միասին ենք մենք կայացրել, որոշել ենք, որ հնարավորինս ավանդական հարսանիք ունենանք, քանի որ հարսանիքի կազմակերպչական աշխատանքները շատ ծանր էր ու շատ ծավալուն էր, ինձ օգնության են եկել իմ ընկերները, Վարդին ողջունում եմ, իմ լավ ընկեր, նաև իմ հայրենակից Աշոտը, երաժշտական մասով բոլոր այն երգիչներով հետ ես ընկերություն եմ անում, բոլորը ինձ օգնել են։ Սամարկան եմ ամեն ինչ ուզես, անուշացիկ իմ սրտի սերը դու ես, բախնամուր թելերով կապեց մեզ իրար, անուշացիկ դու ծնվել ես ինձ համար։ Ուզենամ նաև անդրադառնամ իմ Թեսայի կոստյումին։ Սերոտ քեզի կոստյումն է որ պիտի զարդարեն։ Ես որոշել էի, որ այնպիսի կոստյում եմ կարելու, որ ես համերգներին եւ միջոցառումներին էլ հաճույքով հագնեմ։ Մարիաննայի հետ Մարպետի այդ ամեն ինչը ստացանք, շատ տանջվելուց հետո շատ հետաքրքիր կոստյում ստացանք եւ ես մեծ սիրով հաճույքով կրում եմ։ Տեղակ եմ եղել Հարսի շորից, ասել եմ ես մի քանիսից որը կուզես, բայց ես չտեսնեմ։ Հիշեցի նաև Պարի շորի մասին, ուզում եմ շնորհակալություն հայտնել Տերյան մշակութային կենտրոնին։ Հարսի Պարի շորը ամբողջությամբ ես եմ ընտրել, ցանկությունս մեծ էր, որ այդ օրը իմ Հարսի շորը եւ Հարսի Պարը իմ պատկերացումների մեջ լինի։ Եվ ասեմ, որ Հարսի Պարը ես նաև տեսահոլովակ եմ նկարել արդեն YouTube-յանի մալիքում, եւ քանի որ տեսահոլովակ պետք է դառնար, ես մանրակրկիտորեն այդ ամեն ինչին պատրաստվեցինք, որպեսզի համ վայելենք Հարսի Պարը եւ ունենանք մարդկանց աչքին հաճելի տեսահոլովակ։ Սրահի ձևավորման հարցում ուզում եմ նաև Տաթևին Էլիգումյան շնորհակալություն հայտնեմ, ինչ որ ուզեցել էի ստանալ, այդ ամեն ինչը մենք ստացել ենք մանավանդ Հարսի Պարի ընթացքում։ Անդրադառնամ Ազաբին եւ Հարսնակրոջը։ Շատ ընկերներ ունեմ, բայց Ազաբ ընկեր չունեմ համարյա։ Դավիթին իմ ընկերոջը այդ օրը ուզել եմ որ լինի իմ հարսանիքի Ազաբը եւ նա մեծ սիրով ընդունել է իմ առաջարկը, խնդրանքը։ Իսկ Հարսնակուրը եղել է կնոջս քերո աղջիկը։ Եկավ հարսանիքի պատասխանատու օրը, որի ժամանակ եղան բազմաթիվ անակնկալներ եւ հաճելի անմոռանալի պահեր, սակայն ամենին անդրադառնանք հերթով։ Որոշեցինք մի գեղեցիկ առանձնատուն վերցնել մոտ Հասանյաց սրահին, որովհետեւ նաև ժամանակ չկորցնենք եւ այնտեղ սկսեցինք մեր առավոտյան ավանդական արարողությունը։ Օրը սկսվել է Քավորից լավ խոսքերի ներքո, նաև Եկչուի Արփին եմ ուզում ողջունեմ, որ գեղեցկացրել այդ օրը Հարսիկի հետ կապված արարողությունը եւ այդպես սկսել ենք մեր հարսանեկան ծրագիրը։ Ունեցել ենք պսակադրություն Սուրբ Ռեփսիմիա եկեղեցում, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Հայր Բաբկենին, հետո դե ֆոտոսեսիա նկարահանում
նկարահանումներ, աղավնիների թռիչքը եւ դրանից հետո արդեն անմիջապես գնացել ենք Հարսանյաց սրահ, մաման դիմավորել է մեղր լավաշով մեզ եւ արդեն դրանից հետո շարունակել ենք ավանդական հարսանիքը։ Քեզ համար կանեմ ամեն ինչ ուզես, անուշախցիկ իմ սրտի սերը դու ես, բախտամուր թելենով կապեց մեզ իրար, անուշախցիկ դու ծամել Ժակը եւ Անահիտ Կիրակոսյանը հայտարարել են մեր մուտքը Սպիրիան Արաբոյի իմ լավ ընկերոջ աննման երկի ներքո ենք դուրս եկել։ Հարսանիքի օրը ես փորձել եմ հնարավորինս շատ անակնկալներ մատուցել, պրեմիերա ենք արել որպես love story, հա, այդպես նկարել ենք մի երգ, որ երգը ես եմ գրել, Անուշ աղջիկ էր կոչվում եւ գլխավոր հերոսուհին Էլիան էր։ Քեզ համար կանեմ ամեն ինչ ուզես, անուշ աղջիկ իմ սրտի սերը դու Բախտամուր թելերով կապեց մեզ իրար, անուշ աղջիկ դու ծնվել ես ինձ համար։ Եվ շատ հետաքրքիր եղել նաև այդ օրվա հարսի պարը։ Հարսի պարը հենց էլի ես եմ երգել եւ պարել է հարսիկը։ Քասի ձևի տասով ջուր դուրմասի մենք եկել ենք լաց շալեսինով սրտան սարսկա Շնորհակալություն հայտնեմ բոլոր էլի իմ ընկերներին, Ասատուրին Քալաշյան, ով որ այդ բեմադրությունը արել է։ Երրորդ կլիպ էլ ունեմ, ու կլիպ չի կարելի դա համարել, մի հատ երգ ունեմ, որտեղ որ շատ ակտիվ են ապրում մարդիկ։ Ուզեցի որ իմ հարսանիքից լինեն կադրերը։ Հիմա այս վերջերս պրեմիերա եմ արել։ Շարունակելով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաաստղային հարսանիքների թեման, որոնք տեղի են ունեցել 2025 թվականին եւ կուզեմ հիշատակել երգչուհի Վիկտորիա Դայնեկոյանը, որը հանրության լայն զանգվածներին հայտնի դարձավ Աստղերի ֆաբրիկա հայտնի ռեալիթի շոուից հետո։ Ինչպես հայտնի է, Վիկտորիա Դայնեկոն ամուսնացած եղել է։ Իր առաջին ամուսինը երաժիշտ Դմիտրի Կլեմանն էր, որից ինքը ունեցել է աղջիկ։ Սակայն 2 տարի անց այս զույգը ամուսնալուծվեց։ Եվ ահա 2025 թվականին Վիկտորիա Դայնեկոն ամուսնացավ երկրորդ անգամ։ Այս անգամ իր ընտրյալը դարձավ բիզնեսմեն Բերկելի Օվեզովը, որի հետ դեպ նրանք ծանոթացան ինստագրամյան տիրույթում։ Հետաքրքրական է, որ Վիկտորիա Դայնեկոն առաջինն է գրել Բերկելի Օվեզովին, սակայն ամուսնության առաջարկությունն այնուամենայնիվ արեց հենց Օվեզովը։ Այն էլ ֆուտբոլային խաղի ժամանակ, երբ խաղի այդ ցուցանակի վրա խաղի հաշվի փոխարեն գրվեց հետևյալ գրառումը. «Կամուսնանաս ինձ հետ» եւ հնչեց ամբողջ մարզադաշտով մեկ Վիկտորիա Դայնեկոյի երգերից մեկը։ Ամուսնության պաշտոնական գրանցումը տեղի ունեցավ Բարվիխայի ԶԱԳՍ-ում, իսկ ահա խնջույքը Բարվիխա Luxury Village-ում։ Հրավիրված էին միայն ամենամտերիմ մարդիկ, որոնց թվում էր նաև պրոդյուսեր Իգոր Մատվիենկոն։ Բոլոր հյուրերը սրտանց եւ անկեղծ ուրախանում էին այս նորապսակների համար, իդեպ հարսանիքը կազմակերպված էր շատ պարզ ձևով եւ առանց որևէ այլևայլությունների։ Դες քեզ շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ավագ որդիս Արամը 22 տարեկան է, բայց ստացվեց այնպես, որ իր երկրորդ կեսին ինքը գտավ շատ վաղ տարիքում։ Եվ ես ուրախ ու երջանիկ եմ, որ իդեմս հարսիկից ես ձեռք բերեցի մաքուր, պարզ ու բարի աղջիկ։ Իրա Հարությունյան։ Վերջի կուրսն էր, գեղեցիկ օր, ինքը ասեց, որ ես պետք է գնամ Մոսկվա, գործեր ունեմ։ Սուրտ ձմեռ էր, մի քիչ անհանգստացա, հասկացա, որ что-то не то, չգիտեի, որ ունի ընտրյալ, իրենք շփվում էին շատ երկար ժամանակ ինտերնետով, բայց իրար չէին տեսել։ Ու ինքը բնականաբար ինձ ոչ մի բան չասեց, պարզ է ես հետաքրքրվեցի, չերես իմ կանալն էր։ Դու դες գործիցը ճուշանաս, բոևիկ։ Հազար անգամ եմ ասա, գիտես, բոևիկ չէ, Բա, դետեկտիվ։
կոոպերատիվ դետեկտիվ։ Իմացա, որ գոյություն է մի սիրունիկ աղջիկ, որին ինքը շատ համակրում է, ու իրանք հետ որոշել են հանդիպել։ Երբ որ ես զանգեցի Մոսկվա մի քանի օր անց ու ասել ինչ կա, ասեց մամ, это то, что я так долго ждал. Прошу приезжать и благословить наш брак. Ինքը մնաց Մոսկվա ու մի օր խոսելուց ինքը ասեց, գիտես ինչ վաղը չմսորը համերգն է, ինքը նաև բարուհի է։ Ասեցի, ոյ առանց կուզեի տեսնել, մոտիկ լիներ։ Ասեց, մամ, բայց քեզ ի՞նչն է խանգարում։ Ես դրեցի հեռախոսը եւ որոշեցի գնամ։ Գնացի համերգին, անակնկալ ձևով ծանոթացա։ Ու այդտեղից սկսվեց իրենց արդեն ուրիշ էտապի հարաբերությունները։ Ու ես հասկացա, որ այդ երեխեքը արդեն շատ են տանջվում, որ մի ձև պետք է դա օֆիցիալացվի, որովհետեւ իրանք շատ ավանդական ընտանիք են եւ օգոստոս ամսին գնացինք ծանոթացանք, գնացինք իրանց տուն, ծանոթացանք։ Арсяк Вартанյան։ Здравствуйте. Арсяк Վարդանյան։ Добро пожаловать. Սեպտեմբեր ամսին մեր աղջիկա ծնունդն էր։ Անակնկալ արեցի իմ հարսիկին Մոսկվա եւ գնացի ռեստորան, Արամը արդեն այնտեղ էր։ Հաջորդ օրը իրանք հրավիրեցին ինձ իրանց տուն եւ իմ մտքին մի հատ շատ հետաքրքիր բան ասենց եկավ։ Ես ու Արամը բնականաբար քննարկել էինք դա։ Անցած տարի նոյեմբերի 30-ին Կրեմլի պալատում պետք է կայանար իմ ներկայացումը 2+2 հարսանիքով է ավարտվում այդ ներկայացումը։ Դերասանին բեմադրած էր, որ վերջում պետք է ծաղիկը նետում է միշտ դահլիճ ու մտածեցինք, որ չի նետի, այլ կտանի մեր գեղեցկուհուն կտա։ Ու մենք պայմանավորվեցինք մեր խնամիների հետ, որ ամբողջը պետք է անակնկալ անենք։ Ու նոյեմբերի 30-ին կայացավ իմ ներկայացումը։ Ինքը ուղղակի որպես հանդիսատես էր եկել նստել դահլիճում։ Դերասանուհին Հայարփին գնաց բուկետը տվեց իրեն, բարձրացրեց բեմ եւ Արամը արեց առաջարկություն ամբողջ այդ մեծ դահլիճի առջև, ասենք ավելին ասենք վաղը քո նշանտրեկն է։ Որոշեցինք, որ ամսի 1-ին էլ օգոստոսի կլինի իրենց հարսանիքով։ Ինչպես հայտնի է, Իրա Հարությունյանը ոչ միայն տաղանդավոր դերասանուհի է, այլ նաև շատ տաղանդավոր բեմադրող ռեժիսոր։ Եվ հասկանալի է, որ իր ավագ որդու հարսանիքի կազմակերպչական արարողություններին ինքը մոտեցավ պրոֆեսիոնալ ձևով։ Իմ երևի կյանքիս ամենամեծ ու լուրջ բեմադրությունն էր դա։ Մտածված էր ամեն ինչ, որ ամեն ինչը իրենց մասին լինի։ Ջուրիկ ֆիլմ նկարեցինք, իրենց ծանոթության ֆիլմը իրանք խաղում էին, ոնց է եղել։ Ունեի օգնողներ, ովքեր պետք է զբաղվեին այդ օրվա հետ կապված, որովհետև մնացած ամբողջ կազմակերպչական ինչ որ կապված էր հարսանիքի հետ, արվել էր մինչև դա։ Ուղղակի այդ օրը ես հասկացա, որ ես պետք է մի քիչ գոնե վայելեմ, բայց միևնույնն է, ես ահավոր անհանգիստ էի։ Տղաս ուզեց, որ ամեն ինչ լինի ավանդական։ Այսօր քեզ տալիս եմ սերային Օրլինես միշտ իմ կողքին ինչպես այսօր քեզ տալիս եմ սերային այսօր Քոնն է սիրտն ու իմ օքին այսօր Էլենկայի հարազատները, արունակիցները բոլորը եկան տարբեր երկրներից, իմ շատ բարեկամներ եկան տարբեր երկրներից։ Մի խոսքով 500 հոգանոց հարսանիք էր։ Սակադրությունը Արտաշատի եկեղեցում, որովհետև խորհուրդ ունի դա, ու ասեմ, մեր ռեստորանի շատ մոտիկ էր, մի խոսքով։ Մոտ, քարսիպար, տարոսիկներ, տորտ, ամեն ինչը մտածված էր, չգիտեմ, այդ օրվանից հետո շատ երկար ժամանակ հələ դեռ խոսում են բոլորը մինչև հիմա է։ Ты улыбайся чаще, ведь это очень мило. Սրտիս պահապանը, ես աղջիկ ուր է, չեմ դուխի աշխարը, սիրո ճանապարհը, ազդելու եմ քեզ։ Այս
ոչ մի գրամ ոչ հաց էի կերել, ոչ մի գրամ ոչ ոգելից խմիչք էի օգտագործում։ Ու ես եկա տուն, նստեցի ժամը 4-ին ու լցրեցի այդ ավանդական կոնյակը, որը բացվել էր այդ առեթով, մի բաժակ խմեցի։ Հասկացա, որ կայացավ այդ օրը ու ես շատ երջանիկ եմ։ Շատ կարևոր էր, որ այդ օրը շրջապատում էին ինձ շատ մտերիմ հարազատ մարդիկ ու այդ օրը իմ ամբողջ կյանքի արածը ամբողջը վերադարձավ ու ես կրկնակի հուզված էի այդ օրը։ Հայերից լավ կերպանող չկա աշխարհում, մենք երկում ենք ու բարում Երևանից նոր, սիրուն աղջիկ ենք ու հոս, Այդ ամենին Իռա Հարությունյանը հավելեց. Շատ երջանիկ եմ, որ իմ տղաս գտավ իր երկրորդ կեսին։ Շատերն են ասում, հա, աղջիկ ունեցա, բայց ես դա զգում եմ ոնց է ինքը ինձ սիրում ու ես, չգիտեմ, հազարը պատիկ եմ իրան սիրում։ Ամենակարևորը, որ իմ երեխեքը միավորվեցին ու իրանք վստահ եմ, պետքա շատ ամուր ընտանիք կազմեն։ Ամբողջ կյանքում երազել եմ, ունենամ աղջիկ ու Աստված ինձ պարգևեց։ Ամենից ամենան շարունակում էր եթերը եւ բոլոր նրանք, ովքեր են այս պահին միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք 2025 թվականին տեղի ունեցած ամենից ամենաաստղային արձանիկների մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջևում, մնացեք մեզ հետ։ 2025 թվականին կայացավ իմ երկրորդ որդու Ավետիքի հարսանյաց հանդիսությունը, որը տարբերվեց այսօրվա հարսանիքներից նրանով, որ կազմակերպված է եղել ռետրո ոճով։ Աննա Գևորգյան. Նշանված էին արդեն մի տարի, նշանդրեքը երբ որ արեցինք, տենց շատ հապճեպ եղավ ու իր սրտով չեղավ, ասեցի տղես նայ, նշանդրեքը քո մամայի ու աղջկա մամայի սրտով թող լինի, հարսանիքն էլ ձեր սրտով, ես մենակ կօգնեմ քեզ։ Աննա Գևորգյանն անկեղծ խոստովանում է, որ շատ ուրախացավ, երբ իմացավ, որ նորապսակները որոշել են իրենց հարսանիքն անել ռետրո ոճով, եւ անգամ ավտոշարասյունի համար վարձակալվել են գազ 21 եւ գազ 24 ավտոմեքենաներ։ Իմացա, որ 21-ը պատվիրել ու 24 մեքենաները։ Ասեցի տղես, դե ռետրո, բայց իրանք լենտերով պիտի լինեն։ Ասեց մամա, ինչ ուզում ես արա, ես այդ թանձում եմ քեզ բավականին շատ լենտաների առել ու իսկապես բոլոր մեքենաների վրա կապեցինք այդ լենտաները տարբեր գույների, ծաղիկներ էի լենտաներով պատրաստել տենց կպցրել։ Մի 2-3 ամիս երևի ընկած այդ տիկնիկն եմ ման գալիս, վերջը տիկնիկը գտա, տիկնիկի շորիկներն էլ կարեցի։ Ու մամայիս տանն եմ, մեկ էլ աչքս ընկավ, մամաս փոքրիկ մի հատ անտիկվարիատ գորգ ունի, որդան կարմիրով։ Աչքս ընկավ, ասեցի, օհո, քուրիկիս ասեցի, արի գիտես ինչ անենք, արի ավոյին սուրպրայզ անեմ։ Զանգից ռեստորան, հարսանիքից մեկ օր առաջ, ասեցի ինչ կնի, ես ուզում եմ գամ գորգ դնենք, բամբակով վրան գրեմ, էլի։ Ասեց խնդիր չկա, եկեք։ Ասի, բայց ես պետք է իմ տղան չիմանա, էլի, մինչև հարսանիքը, ասեց խնդիր չկա, եկեք։ Որ գնացին գորգը տարա ռեստորան, իրենք փայտից այսպես մի հատ բան բերեցին, ասեցին ես շատ ավելի լավ ա, կուզենաք հենց սրա վրա ձգենք։ Ասեցի, հա, իսկական շատ հարմար է ու այնքան էլ իմ այդ գորգի չափով էր, իրենք ձգեցին այդ փայտի վրա ու դրեցինք հարսի փեսայի սեղանի հետևի մասը ու բամբակներով գրել էինք բարի գալուստ նորապսակներին։ Հետո որ արդեն ժողովուրդը եկավ նստեց, մեկ էլ տեսավ այդ գորգը։ Մտածեց երևի ռեստորանն է իրան նվեր արել։ Ասեցի, չէ, ռեստորանը չէ, այդ մաման է քեզ համար սուրպրայզ արել։ Ուրախացել էր, մերսի մամ, իսկապես սրտովս էր արել, ինչ էլ որ арել ես։ К любви и разлуки заносы не беда, только слаще от мороза ягода. Իստրիբինի, все желания։ Իմիջայլոց ասեմ, այնքան սիրուն տեղ էր։ Դրսում հողի վրա են դրել սեղանները։ Հսկայական եղևնիներ էին տարածքը, ու ամբողջ բնության գրկում է այդ գեղեցկությունը։ Այն որ գիտեք ինչ էի տեսնում, այն որ մարդիկ ուրախանում են ու սրտանց են ուրախանում։ Եվ ահա եկավ հարսանիքի սպասված օրը։ Անմոռանալի պահերով շատ պարզ, բայց շատ հուզառատ հարսանիք, որի մասին բոլոր հյուրերը խոսում են առ այսօր։ Տղաս շատ կտրականապես ասեց, որ մենք կգնանք ուղակի հարսը պատրաստ կլինի, կվերցնենք կգանք։ Նույնիսկ ասեց դուք գնացեք եկեղեցի, ես կգնամ կվերցնեմ Լուսինեին ու կգամ եկեղեցի։ Բայց հետո ասեցի տղես, բայց բոլոր զարդարած մեքենայով, հարսի տիկնիկի մեքենայով մի հատ գնանք ընդդեղից ու վերցնենք Լուսինեին։ Այդ համաձայնեց։ Մեքենաներով գնացինք, Լուսինեին վերցրեցինք ու գնացինք ուղիղ եկեղեցի։ Մարդիկ մեզ եկեղեցում էին սպասում։ Եկեղեցին էլ Արինջի եկեղեցին էր։ Էտել էր հետաքրքիր։ Սակադրությունը եղավ ու եկանք ռեստորան։ Եղավ DJ իր ուզածով եւ հանդիսավար
չէր ուզում, բայց մի ընկեր ուներ, միասին սովորել էին թատերական ինստիտուտը, ասեց մամա, Իրան ուզում եմ գա, այնքան որ ղեկավարի։ Ասեցի ոնց ուզում ես։ Հարսի պարը որպես այդպեսին իմ հարսը, այն որ գնում են ամիսներով պար են սովորում, այն որ չգիտես ինչի արհեստական մի հատ ձեռքը պետքա սենց բարձրանա, մի հատ էլ արհեստական պետքա ձեռքը սենց բարձրանա։ Չէ, իրանք parեցին հոգու պար, ափսե կոտրել, բան, տենց բաներ լավաշ գցել, չեղավ, տենց բան չեղավ։ Ու ես ինքան ուրախ էի, որովհետև այդ ամեն ինչը նաև իմը չի էլի։ Տորտն էլ մեծ տորտ էին որոշել եւ այդ հատապտուղները իրանք պետքա լցնեին վրան։ Այն էլ լցրած բերեցին, տարոսիկ էլ կար, բայց այնքան սիրուն տարոսիկ, շատ հետաքրքիր ֆարֆրից պատվիրել էին, սրտի տարոսիկներ էին ջրանակով։ Վրան առաջի տարերն էր գրված տղայիս եւ հարսիս, իսկ հետևի մասը դրված էր մագնիս, որ սառնարանի վրա փակցնեն։ Забыли кисть рябины на снегу. Я приду к тебе с повинной, не солгу. Кисть рябины, под колесами машины не сгуби. Այդ амենին Աննա Գևորգյանը հավելեց. Ամեն ինչ հետաքրքիր էր, ամեն ինչ արտասովոր էր կարևորը։ Մի խոսքով ապրեն իրանք։ И разлуки заносы не беда. Եվս մեկ մասնակից մնաց ներկայացնեն ձեր ուշադրությանը եւ ես առաջարաշահելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Ինչպես եւ բոլորի ընտանիքներում, գալիս է մի պահ, երբ զավակът գալիս եւ հայտարարում է, որ պատրաստվում է ամուսնանալ։ 2025 թվականին մեր ընտանիքում նման հայտարարություն արեց որդիս Արթուր Մարատիչ։ Իմանալով, որ տղաս ունի շատ գեղեցիկ, շատ սիրուն, տեղին կրթված ընկերուհի, բայց չենք սպասում, որ իր բնավորությունը իմանալով, որ ինքը սիրում ամեն ինչ լինի սենց ճիշտ ձևով գծած բան։ Ծննդյան օրը հայտարարեց, որ իրենք որոշել են արդեն ամուսնանան, կազմեն ընտանիք։ Այդ հայտարարությունից հետո 3 շաբաթվա ընթացքում պետք է այդ ամեն ինչը կատարվեր։ Մենք երկու կողմն էլ հավաքվեցինք, քննարկեցինք, ամեն ինչ տենց համաձայն իրար հետ։ Եվ իհարկե ամենակարևորը մեր հարսի եւ իմ տղայի նաեւ լսելով ինչ կուզեն, ոնց կուզեն։ Հիմա գալիս է հարց՝ ինչ ֆորմատով։ Խոր ավանդական, թեթև ավանդական, ժամանակակից, եվրոպական։ Կարող եմ ասել, որ մենք եւ ավանդական հարսանիքի ֆորմատի մեջ էինք եւ միգուցե ժամանակակից, քավոր անպայման, ֆանտաստիկ քավոր ունենք եւ իհարկե եկեղեցի։ Որ քավորի հարցում մենք քննարկում էինք ոնց ինչ ինքն ընտրեց իմ վաղեմի ընկերոջը մեր ընտանիքի բարեկամին Սուրեն Նեխաչատրյան իր ֆանտաստիկ ընտանիքի հետ մեր Ռուզաննայի հետ ավելին ասեմ որ Ազաբաշիներ Դավիթներ իրենց տղան որտեղ իրենք իրար հետ ծնվել մեծացել ասես մենք երկար ճանապարհ ենք անցել ու գնում ենք ես որպես հայր շատ ուրախացա որ իմ ընկերոջը ընտրեց իմ տղան Մարատիչն անկեղծ խոստովանում է որ հարսանիքը տեղի ունեցավ 2025-ի սեպտեմբերի 8-ին շատ ջերմ տաք օր որը որոշված էր անցկացնել այնպես, որ հաճելի եւ հարմար լինի ինչպես նորապսակներին, այնպես էլ բոլոր հյուրերին։ Շատ հետաքրքիր օր եկեղեցին Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որ նաև այդ օրն էլ հենց Սուրբ Աստվածածին ծննդյան օրն է, ոնց որ համընկավ երկու թերը եւ այդ աշնան գեղեցիկ օրը արեցինք հարսանիքը, հարսը գեղեցիկ սպիտակ շորով էր, որ ասեմ տենց խոր ավանդական շոր էր, ոչ իր ճաշակով ինքը ընտրել էր, տղան էլ նույնպես տենց աշնանային հագնված, հա, փեսա։ Մեր հյուրերն էլ շատ հագնված այնպես տրամադրության հետ կապված, մեջն այդ մենակ ես լավ հագնված չէի, որպես կեսրար տղայի papa, որտեղ ես հագնվել եմ այնց ոնց որ ես միշտ սիրում եմ հագնվել։ Բայց կարևոր է ամբողջ ֆորմատներ, որը որ մենք ունեցանք, որտեղ բոլորը վերշոյերով, տակ ուրեմն ազատ, կոշիկները բոլորի ոտազներ, երբ որ եկանք այդ հրաշքվայրը, որտեղ որ մենք անցկացինք հարսանիք, այնտեղ կային բասեյններ, ու մեր բոլոր հյուրերը արդեն բասեյնում են, ոտքերը ջրած բասեյնի մեջ, ամբողջ այդ տարածքով ման են գալի, անգամ մատուցողները մոտեցել են եւ կազմակերպիչը խնդրում է դուք սեղաններին երբ եք մոտենալու։ Եվ ամենանոսը նա էր, որ ռեստորանում որտեղ որ անցկացնում ենք, բոլորը գիտեին, որ իմ տղայի ծնունդ էր, եւ բոլորին թվում էր, որ այդ օրը ինչքան աստղ, ինչքան բարի խմբեր, ով ասես պետք է այդ օրը ելույթ ունենար, բայց մեր հարսանիքը անցավ այնց ոնց որ անցավ, մենք եկանք, սիրուն մտանք, կերանք մի քիչ էլ խմեցինք ու բոլորս տարածվեցինք այդ տարածքով։ Եվ վերջում մեզ հուշեցին, որ տորտ կա։ Մեր տորտն շատ ավանդական չէ, բաժակների մեջ չէ։ Կինս էր իր ֆանտազիայով տենց ընտրել էին ինչ-որ X բան, ժողովուրդը կարծեց, որ դա նաև տարոսիկներ են, բայց դա տորտի տեսակ է։ Եվ տորտի արարողության ժամանակ նորից հավաքվեցինք իրար գլխի։
Վերջում ռեստորանի սեփականատերն էլ շատ լավ բարեկամ մեզ ասեց, որ ես առաջ անգամ դեմ sense հարսանիք, որ ոնց որ ժամանակակից ժողովուրդ եք, աշխարհտեսած, շատ ավանդական, շատ ճանաչված, բայց այս թեթև երջանիկ տրամադրությունով դա առաջի անգամ էր ու ոնց որ լավ ստացվեց ու շատ կարևոր է, որ այս ֆորմատի մեջ լինի ընտանեկան միասնություն։ Այնպես թեթև ոնց որ ստացվեց մեր հարսանիքը, այնպես թեթև է լինի իրենց կյանքը։ Այդ ամենին Արթուր Մարատիչը հավելեց. Սպասում եմ ես իմ հարսը եսի ինչեր պետք է անի, հեսա շպագատներ պետք է անի կամ թռնյոտ իշնի բարելով, բայց ես դες բանես տրակում եմ, հարսը պետք է բարի հանգիստ, ծանր ու մենակ։ Դա իմ ֆորմատն է։ Ու մեր հյուրերն էլ գիտեն, որ իմ հարսը չի բարելու, որովհետև ես ասել եմ, ինքը չպետք է բարի, ինքը պետք է երգի, որովհետև ինքը օպերայի երգչուհի է։ Ասեցի դուք երգես։ Ու իմ հարսը երգեց շատ սիրուն Նիկոլ Գալանտարյան, երգեց շատ հետաքրքիր քառատող։ Հարսիկի կերպարը բնութագրելիս հիմնականում անդրադառնում ենք նախ զգեստին, ապա դիմահարդարմանը եւ վարսահարդարմանը։ Սակայն շատ հարսիկներ իրենց կերպարը ամբողջական պատկերացնում են յուրահատուկ մատնահարդարմամբ, այսինքն գերադասում են ոչ թե միաերանգ կամ պարզ ֆրենչով մատնահարդարում, այլ ավելի շքեղ բարդ լուծումներով մատնահարդարում։ Իհարկե արվեստի նման աշխատանքներ իրականացնում են ոչ բոլոր մատնահարդարները։ Սոնա Մանգասարյան մատնահարդար, մարզիչ, որին դեկորատիվ մատնահարդարման ոլորտում լիիրավ կարելի է համարել ամենից ամենաներից մեկը։ Եվ պատահական չէ, որ Սոնա Մանգասարյանի մոտ էքսկլյուզիվ եւ յուրահատուկ մատնահարդարման համար այցելում են ինչպես մեր հայկական շոու բիզնեսի գեղեցկուհիներ, այնպես էլ շատ ու շատ հարսիկներ ու նաեւ այն կանայք ու աղջիկներ, որոնք նախընտրում են ունենալ յուրահատուկ էքսկլյուզիվ մատնահարդարում։ Էլ չասեմ էսթետիկ եւ մոդելավորման նորաձևության ոլորտում մրցույթների մասին, երբ մոդելի ընդհանուր կերպարի համալրման համար մատնահարդարման մասով դիմում են հենց Սոնա Մանգասարյանին։ Սոնա Մանգասարյանը ունի ավելի քան 8 տարվա փորձառություն, մասնակցել է բազմաթիվ վերապատրաստման դասընթացների եւ այդ ամենի հետ մեկտեղ նաեւ հասցրել է մասնակցել մի քանի միջազգային հեղինակավոր մրցույթների, որտեղ արժանացել է առաջին պատվավոր տեղին։ Եվ այսօր ես որոշեցի nail artist, մարզիչ Սոնա Մանգասարյանին հյուրընկալել մեզ մոտ ու ծանոթացնել նաեւ ձեզ հետ սիրելիներս։ Տարվա վարսահարդար եմ եղել, բայց քանի որ նկարչություն շատ եմ սիրում ու ինձ մոտ շատ լավ է ստացվում, որոշեցի, որ փորձեմ մատնահարդարումներ։ Մենք սալոնում ունեինք լավ մատնահարդար, ամեն անգամ հետևելով իր աշխատանքներին, ոնց որ ծերը ավելի ու ավելի իմ մեջ սկսեց մատնահարդարման կողմը զարգանալ։ Աշխատանքից գալիս էի տուն, որպես մոդել մամային եւ հարսիկից նստացնում էի ամբողջ օրը ինքնուս, ես իրանց վրա պարապելով, փորձելով, հետո որոշեցի, որ ավելի խորացնեմ։ Ինտերնետով տեսա Սյուզաննա Ակոպյանի աշխատանքները, որը ապրում էր Կազախստանում, ինքը աշխարհի չեմպիոնատ կա ժյուրի, իսկ հիմա աշխարհի մասշտաբով CMC ժյուրի է, նաև ոսկե գավաթը Հայաստանում, որը կայանում է, կազմակերպիչ է։ Գնացի Սյուզանի մոտ, վերցրեցի սեմինարներ, նաև կարճ կուրսեր, ու շնորհակալ եմ իրան, որ իրոք ինքը անմնացորդ ինձ տվեց իր ողջ գիտելիքը, ու ես այսօր դարձա մատնահարդար ու շատ եմ սիրում իմ աշխատանքը։ 73 վերապատրաստումներ եմ անցել, նաև on-line դասեր եմ վերցրել Ռուսաստան, Իսպանիա։ Երբ որ ես նստում եմ սեղանի շուրջ, մենակ տեսնում եմ հաճախորդի եղունգները ու մտքերով գնում եմ, ստեղծագործում եմ, թե ինչ կարամ նոր բան անեմ ու հիմնականում իմ աշխատանքները չեն կրկնվում, որովհետև ամեն անգամ ինչ որ նոր բան եմ սիրում ստեղծագործեմ, այսինքն շատ սիրով եմ մոտենում իմ աշխատանքին։ Ես ամեն նոր դուրս եկած տեխնիկան սովորում եմ։ Ինձ թվում է չկա տենց բան, որ ես չեմ կարողանում անել։ 5 տեսակի չիստկաներ եմ անում, քարով չիստկա եմ անում եղունգների, հիմնականում տղամարդկանց են անում քարով չիստկա եղունգների, Հայաստանում դեռ շատ քչերն են անում։ Գել-լակ, ակրիլով մոդելավորումներ, գելով մոդելավորումներ, հաճախորդին ինչ ուզում է ես անում եմ։ Բայց այս նորաոճ մատնահարդարումները այդքան չեմ սիրում։ Շատ եմ սիրում ակվարիումները, որոնք որ անում եմ եւ ակրիլով եւ գելով, իրենք թափանցիկ են, ու իրանց մեջ լինում է քարիկներով, ծաղիկներով, ջրերով։ Կիտայսկի ռոսպիսը դե ծաղիկներն է, որ մենք 3 գույնի վրձինով, ռաստուշովկայի նման, այսպես խաղա
փոխացնելով այդ 3D ծաղիկները ստանում ենք։ Խխունջներով աշխատանքներ էլ ունեմ ծովային։ Հաճախորդույս եկավ, ասեց ուզում եմ մի ձեռքս լրիվ մտքերով լինի, քանի որ ամառ էր, իսկ մյուս ձեռքս մուլտիկներ, ինչ որ տենց կենթանիներ։ Հետո վերջում նայում եմ, ասում եմ Ռիմուլիկ, էս մի ձեռքդ լրիվ գումի շուկան է, էս մի ձեռքդ ոնց որ Դիսնեյ է լինի։ Հաճախորդների ցուցակում շատ են լինում հարսիկներ, քանի որ աշխատանքներ եմ անում մարգարիտներով, քարիկներով, կրուժավաներով, եղունգի վրա 3D նկարչություն եմ անում, այդ կիտայսկի ռոսպիսը ինքը շարունակվում է ձեռքի վրայով, այդ նկարչությունը գուաշներով, ձեռքի վրայով տենց նկարում եմ։ Ինձ մոտ հիմնականում գալիս են շոու բիզնեսի աստղերը, գալիս են պարուհիներ, երգչուհիներ, արաբականի պարուհիներ, որոնց եղունգները տարբերվում է միշտ, մոդել հաճախորդներ եմ շատ ունենում, ովքեր որ գեղեցկության, նորաձևության ոլորտում են, պակասների բաների ժամանակ գալիս են ինձ մոտ։ 2 տարի առաջ Գյորգի Կոտի դպրոցում հայ վարսահարդար կար, որ պետքա մասնակցեր, Արևիկը, զանգեց ինձ, ասեց, հասկացա, որ կարող եմ մենակ ձեզ դիմել, Գյորգի Կոտը չեմպիոնատ է կազմակերպել հարսիկների, ես գնում եմ մասնակցելու եւ շատ եմ խնդրում, եթե դուք կարող եք ինձ ծիպսաների վրա հարսիկի տենց եղունգներ սարքեք, որ ես հետս տանեմ, այնտեղ հենց հարսիկի մատերի վրա հավաքեմ, որ հագուստին համապատասխաներ մազերին, բայց կոնկուրսը մազերի էր ու շատ սիրուն աշխատանք ստացանք։ Ինձ մոտ նաև գալիս են սովորական հայուհիներ, ովքեր որ ցանկանում են, որ իրանց եղունգները տարբերվի, անգամ ես իրանց նկարներով եմ անում, բայց այդ գաղտնիքը չեմ կարող հասցնել։ Friendly neighborhood Spider-Man. Ինձ թվում է հենց իմ հաջողության գրավական դա է, որ շատ շփվող եմ։ Տարբերություն չեմ դնում հաճախորդների մեջ, ունեմ մի հատ հաճախորդուհի, եկավ ինձ մոտ սենց լուրջ նստեց, նայեց պատերին, այդ իմ սերտիֆիկատներ, կուբոկներ, արդեն գործը սկսել եմ ես, ասում խոսում ժպտում եմ, ինձ ասեց ես լավ արեցի, որ իմ մատնահարդարին փոխեցի, 2.5 ժամ գնում էինք մռութները կախած, սենց անընդհատ խարտում ա, ոչ ինձ հետ խոսում ա, բայց ձեր մոտ այնքան լավ ա անցնում ժամանակը ու ունեմ հաճախորդուհիներ, որ գալիս են ինձ մոտ, ամուսինը զանգում ա իմանում ա, ասում ա Սոնայի մոտ եմ, ասում ա լավ դու այսօր չեկար։ Դասավանդում եմ, ունեցել եմ բազմաթիվ աշակերտուհիներ, հիմա էլ ունեմ։ Միշտ ասում եմ, որ եթե ես դառնամ այն աստիճանի մատնահարդար, որ կարողանամ դասավանդեմ, ես պետք է իմ աշակերտուհիներին տամ ողջ իմ գիտելիքը։ Ու ես հենց այդպես էլ անում եմ։ Որ շատ ժամանակ երկրում չեմ լինում, գնում եմ չեմպիոնատների կամ իմ բալիկս էլ երգչուհի է։ Երկրում չենք լինում, իմ հաճախորդը հանգիստ կարողանում է գալ իմ աշակերտուհիների մոտ, որ իմ փոխարեն աշխատեն, մինչև ես դրսից գամ։ Աղջիկս 13 տարեկան է, ինքն է 2 սեմինար ա ունեցել Սյուզաննա Հակոբյանի մոտ, ինքն էլ է ինձ օգնում, բայց ինքը դեռ գել-լաք է անում։ Դասավանդում եմ անհատական, որպեսզի կարողանամ ամբողջ այդ օրվա էներգիաս տալիս եմ այդ ուսանողուհուն, որ ինքը լավ սովորի ու սովորեցնում եմ չիստկաներից մինչև եղունգների վրա կոմպոզիցիաներ։ Ինձ մոտ ուսման վարձը ֆիքս տված գումար է եւ չկա ժամանակացույց։ Ունեմ աշակերտուհի կարա 15 օրվա մեջ դառնա ինքը մասնագետ, բայց կա աղջիկ, որ ձգտումը շատ է, բայց ինքը մի քիչ դժվար է իր մոտ ստացվում, կարա 2 ամիս տևի։ Այդ դեպքում ինձ մոտ գումարը չի ավելանում։ Ու ես այդ աշակերտուհուն տալիս եմ իր ավարտականը այն ժամանակ, երբ որ ես վստահ եմ լինում, որ ինքը դարձել է ինձ նման մատնահարդար։ Ավարտելուց հետո տալիս եմ սերտիֆիկատներ, ինչ որ ինքը անցնում է։ Վերջում մի հատ սեմինար ենք ունենում, երկուսս իրար հետ, ոնց որ ինքը ավարտական քննություն է տալիս ինձ ու ստանում է։ Այս 8 տարվա աշխատանքային փորձի ընթացքում մասնակցել եմ նաև չեմպիոնատների, ստացել եմ արժանի պատվավոր տեղեր։ Առաջինը մասնակցել եմ 2024 թվականին Օվայի չեմպիոնատներ, որը կայացավ Միլանում։ Արժանացել եմ մրցանակին։ Ճիշտ ասած շատ ամաչեցի ու ասեցի, որ դա իմը չի, պետքա սրանից հետո բոլոր իմ մրցանակները լինեն առաջինը։ Ու այդպես էլ եղավ։ 2024 թվականին մասնակցեցի Global Beauty մրցույթին, որը կայացավ Կազախստանում, արժանացա առաջի պատվավոր տեղ։ Первое место Sona Mangasaryan։
2025 թվականին մասնակցեցի CMC աշխարհի ոսկե գավաթին, որը կայացավ Հայաստանում, արժանացավ ոսկե գավաթին։ Աշխատանքը կատարել էի թափանցիկ գելով, ամբողջությամբ, ինքը թագ էր թիթեռներով, այսինքն ամբողջությամբ երևում էր, որ դա ձեռքի աշխատանք է, ու ժյուրին դա նկատել էր ու ասեց, քանի որ թափանցիկ մրցանակաբաշխություն է, մենք տեսնում ենք, թե դու ինչ աշխատանք ես արել, ամեն ինչ իրանք տեսնելով ինձ արժանացրեցին առաջի պատվավոր տեղ։ Մեմահարտանի հրավիրում Սոնա Մանգասարյան։ Երեք նորից հրավերք եմ ստացել Հայաստանի գեղեցկության վարպետների միության կողմից, Սյուզաննա Հակոբյանի կողմից, որ նորից պետքա մասնակցեմ չեմպիոնատի եւ որպես տրեյներ, եւ որպես մասնակից։ Պլանները շատ են 2026 թվականի հետ կապված։ Նախ առաջինը պետքա շատ մրցանակների արժանանամ, դա նպատակ եմ դրել ամեն ամիս մի հատ առաջի տեղ։ Չեմպիոնատների պետքա մասնակցեմ շատ ու ավելի վերապատրաստեմ իմ աշակերտուհիներին։ Եկել է պահ ովենախորագրի, որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն են ներկայացնում իրենց ուշադրությանը։ Իդեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին, ուղարկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթ։ Դե իսկ ամենահետաքրքիրները ես բնականաբար կներկայացնեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է այսօրվա ովենախորագրի հերոսը։ Իրան գիտեմ, իրաց դաժե կինոներն եմ ուզում հիշեմ։ Մի րոպե, սա անունը ասեմ, ինքնիմսիած դերասանն է, մարտական ֆիլմերում է կար։ Ես իր անունը չեմ հիշում, но он играл в фильме «Лучший из лучших». Сбежавшая невеста աղբերն է։ Ջուլիա Ռոբերտսի եղբայրն է։ Էրիկ Ռոբերտս։ Էրիկ Ռոբերտս։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ իմ շնորհավորանքի խոսքերը։ Ամենից ամենայի ամբողջ ստեղծագործական թիմի անունից ուզում եմ շնորհավորել ինչպես մեր գոլեգաներին, այնպես էլ այն բոլոր մեր ազգակիցներին ամբողջ աշխարհով մեկ սփռված, որոնք 2025 թվականին ամուսնացել են։ Մաղթում եմ ձեզ անսահման սեր ու երջանկություն, եղեք ուրախ ու երջանիկ։ Դե իսկ ինձ մնում է այն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում էր հաջորդ եթերին։ Դες մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։